Լատվիայի անկախության տոնը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս Հայաստանը նշում է մեծ շուքով։ Այս տարի կազմակերպված ընդունելությունն առանձնահատուկ նշանակություն ուներ, քանի որ Հայաստան է ժամանել Լատվիայի արտաքին գործերի նախարարը։ Հյուրերի շարքում էին նախարարներ, դեսպաններ, ազգային ժողովի падգամավորներ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հարկ է նշել, որ Հայաստանն ու Լատվիան ունեն բավականին բարեկամական կապեր եւ որ երկու երկրներն էլ պայքարել են փրկության եւ ազատության համար։ Տիկնայք եւ պարոնայք, մեծ հաճույք է ողջունել ձեզ այստեղ։ Լատվիան եւ Հայաստանը շատ ընդհանուր բաներ ունեն։ Մենք ունենք մշակութային եւ դիվանագիտական կապեր, ինչպես նաեւ երկու երկրների ներկայացուցիչների միջև առկա են ջերմ հարաբերություններ։ Մենք կիսում ենք միմյանց հետ արտաքին ներխուժման եւ օկուպացիայի տխուր փորձը։ Երկու ազգերն էլ որոշեցին վերականգնել իրենց անկախությունը 1991 թվականին։ Այն բանից հետո, երբ դեսպանը Լատվիայի եւ Հայաստանի մասին պատմական ակնարկ ներկայացրեց, ես ցանկանում եմ նշել, որ ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ եւ նշել Լատվիայի ազգային տոնը։ 94 տարի առաջ ստեղծվեց Լատվիայի հանրապետությունը, դրանից մի քանի ամիս առաջ հռչակվել էր Հայաստանի առաջին հանրապետությունը։ Ճիշտ է, երկու երկրներն էլ կորցրեցին իրենց անկախությունը, սակայն 1991 թվականին կրկին հռչակվեցին անկախ։ Տիկնայք եւ պարոնայք, դեսպաններ, падգամավորներ, ես շատ ուրախ եմ գտնվել այսօր այստեղ իմ լատվիացի գործընկեր Էդգար Ռինկևիչսիի հետ։ Լատվիայի ազգային օրվա տոնակատարության կապակցությամբ հարգելի գործընկերներ, ցանկանում եմ սրտան շնորհավորել ձեզ եւ բոլորին այս տոնի կապակցությամբ։ Պետք է նշեմ, որ երկու ազգերն էլ ընդհանուր շատ բան ունեն։ Հատկապես ցանկանում եմ առանձնացնել դրանցից մեկը։ Ինչպես նշեց պարոն Ռինկևիչսին, 1918 թվականի նոյեմբերին հռչակվեց Լատվիայի հանրապետությունը։ Դրանից մի քանի ամիս առաջ մայիսին հռչակվել էր Հայաստանի առաջին հանրապետությունը։ Երկու երկրներն էլ ստիպված են եղել պայքարել փրկության ու ազատության համար։ Հատկանշական է երկու ազգերի մշակույթների հանդեպ փոխադարձ հետաքրքրությունը։ 19-րդ դարի վերջին Լատվիայում ստեղծված հայ համայնքը Լատվիայի եւ Հայաստանի միջև կապող օղակ է հանդիսանում։ Գիտեք, Հայաստանը եւ Լատվիան շատ ջերմ հարաբերություններ ունեն, թե տնտեսական, թե քաղաքական, թե մշակութային, մասնավորապես վերջին տարիներին շատ են ակտիվացել հայ-լատվիական հարաբերությունները, նախագահի մակարդակի նախագահների փոխադարձ այցեր են տեղի ունեցել։ Մի քանի օր առաջ Երևանում էր Ռիգայի քաղաքապետը, Հայաստանի խորհրդարանի խոսնակի այցն է նախատեսվում հաջորդ տարվա առաջին կեսին։ Քանի որ Լատվիան այն պետությունն է, որը որ Հայաստանի հետ երկարատև բարեկամական հարաբերություններ է ունեցել նախկին ԽՍՀՄ կարգերի ժամանակ եւ այսօր էլ նոր շնչով, նոր ոգով շատ կարևոր է, որ մեր հարաբերությունները մեր բարձրության պետությունների հետ լինեն շատ բարձր մակարդակի վրա։ Ես համարում եմ եւ տնտեսապես եւ քաղաքապես, որը որ այդ ուղիով էլ գնում է։ Որպես Հայաստան-Լատվիա միջպառլամենտական բարեկամական խմբի ղեկավար շատ կարևորում եմ Հայաստան-Լատվիա հարաբերությունները եւ խորհրդարանական հարաբերությունները։ Նախ եւ առաջ մենք երկու ժողովուրդներն էլ պայքարել են անկախության համար։ Այսօր Լատվիան կարող է լավ հենարան լինել Հայաստանի եվրոինտեգրացիայի ճանապարհին, որովհետև Լատվիան արդեն Եվրամիության անդամ է եւ բալթյան երկրների հետ կապերը շատ կարևոր են, թե տնտեսական առումով, թե առևտրաարդյունաբերական, ինչու՞ չէ քաղաքական առումով, որովհետև յուրաքանչյուր Եվրամիության անդամ երկրի կարծիք, թե Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված շատ կարևոր է։ Ես կարծում եմ, որ ցանկացած երկրի քաղաքացու համար իր երկրի անկախության օրը իրոք ուրախալի տոն է, որովհետև գիտեք, կարելի է գնալ տարբեր երկրներ տեսնել, բայց եթե հայրենիք չունես, մի տեսակ ոնց որ դուրս գաս քաղաքում շրջես, բայց չունենաս տուն այդ քաղաքի մեջ։ Զուտ խորհրդարանական դիվանագիտության հարթության վրա, խորհրդարանական հարաբերությունների հարթության վրա, այդ հարաբերություն մակարդակի վրա, այդ հարաբերությունները եւս շատ ուրեմն ցածր մակարդակի են, չնայած նույն Լատվիայի խորհրդարանում ամենամեծ բարեկամական խումբը թվականակով դա հայ-լատվիական բարեկամության խումբն է, 30-ից ավել լատվիացի падգամավոր, բայց չգիտես ինչու առ այս պահը որևէ լուրջ խորհրդարանական հարաբերություն չկա, այս խորհրդարանական դիվանագիտությունը այն կարևորագույն, այն ճկուն եւ շատ անհրաժեշտ գործիք
գործիքն է, որը շատ խնդիրներ կարող է լուծել։ Բացի այդ, ես այստեղ մի շատ անձնական վերապահում ունեմ, ինչի մասին երեք հայտնել եմ նաև հանդիպման ժամանակ Հայաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին կապված արտգործնախարարի, Լատվիայի արտգործնախարարի մի քանի հայտարարությունների հետ, մասնավորապես փետրվար ամսին Բաքվում Ալիևի հետ հանդիպման ժամանակ ունեցած այն հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը պիտի լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաշվին։ Համենայն դեպս ադրբեջանական մամուլը այդպես էր ներկայացրել եւ ես դեսպանին հարցրեցի, որ մեզ համար առնվազն զարմանալի էր, որ Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը այդպես էր այդ տեղեկատվությունը չհերքեց։ Այնուհետև ես ծանոթացել էի նաեւ Լատվիայի արտաքին գործերի նախարարի հոդվածի լայն ուրեմն նյութին ինչի կարևոր արևելյան գործընկերությունը վերնագրով մի ինքը հրապարակում էր ունեցել, որտեղին զարմացրեց, որ Լատվիայի արտաքին գործերի նախարարը փորձում է զուգահեռներ անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Իհարկե Հայաստանում եւս ժողովրդավարության հետ կապված բազում խնդիրներ կան, բայց համեմատել Հայաստանն Ադրբեջանի հետ առնվազն շատ վառ երևակայություն պիտի ունենալ։